Անսասունյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված հետաքրքիր է լսել ձեր տեսակետը, եւ այսպես ես կուզեմ այս հարցից սկսենք։ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը մտածածին Արևմտյան Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը հավասարեցրեց եւ ըստ էության Ալիևին առաջարկում է դուք հրաժարվում եք Արևմտյան Ադրբեջան խոսույթից, մենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքն է զրոյացվում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ շատերի գնահատմամբ ըստ էության Փաշինյանը նոր լեգիտիմ հնարավորություն տվեց Ալիևին, որպեսզի պատերազմ սկսվի Հայաստանի դեմ։ Համեցեք։ Այո, ալբերիները, որ ուզում են Հայաստան գալ եւ Արցախահայերը, որ ուզում են Արցախ վերադառնալ, ոչ մի հասարակած գետ գա այս երկուսի միջև, ոչ մի գապ կա։ Արցախի հայերը ապրել են Արցախում հազարավոր տարիներ, իրենց բավականական հողն է եւ ուզում են վերադառնալ ապրել իրենց հողերի վրա։ Ազերի քաղաքականները 88-ին յետք թողեցին, ծախեցին իրենց տուները եւ մեկնեցին։ Իրենք վերադառնալու ոչ մի իրավունք ունեն, որտեղ արդեն մեկնել են եւ փոխադրվել են Ադրբեջան իրենց կամքով։ Բայց վնասը Հայաստանի Հանրապետության են է, որ Փաշինյանը զուգահեռ է գծում այս երկուսի միջև, այսպիսով ավելի կարևորություն է տալիս Ալիևի պահանջներին եւ ինչ որ ընդհանրապես մենք ցավալի է, բայց չենք զարմանում, որովհետեւ Ալիևն ինչ որ ասեց Փաշինյանը այո է ասում եւ շարքը պահանջների շարքը ամեն օր ավելի երկարում է։ Այս իրողությունը սա ինչի դրսևորում է իր կողմից, այս կերպ չգիտեմ էլի ոնց կարող է այդ մտածածին Արևմտյան Ադրբեջանը բերել եւ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հետ։ Ուրեմն մի րոպե ետ գնանք 2020-ի պատերազմը, երբ որ այդ պատերազմը Փաշինյանի ղեկավարությամբ մենք գործրեցինք եւ չարշախվեցինք, այդ պատերազմի ավարտին Փաշինյանը հոգեբես ընջված եւ փճացած անցմը դարձավ եւ ինքը պետք է նույն օրը հրաժարական տար, որտեղ մեկը որ այսպես այդքան ջնշումի դակ է եւ հոգեբես ընջված է, ոչ մեկ կարողություն ունի խելամիտ որոշում առնելու ինեբաս մեր պետության։ Այդ է պատճառը, որ ընդհանրապես բոլոր պատերազմներուն ղեկավարը, որ պաշտոնի գլուխ է, երբ որ պատերազմը գործում են, կամ հրաժարում է, կամ իրեն հանում են պաշտոնից, կամ էլ բացառիկ պարականերին ինքնասպան է լինում, բայց մենք չենք ուզում, որ ինքնասպան լինի, բարձրապես թողնա հերանա։ Բայց այս մարդը 2020-ի պատերազմից ի վեր ինչ որ վատ բաներ ուներ նախորդ, բայց ավելի վատացավ 2020-ի պատերազմին, եւ որ իր ղեկավարությամբ Հայաստանը շախշախվեց եւ այս մարդը դարձավ այսպես վախեցած, վախկոտ մի մարդ եւ ենթարկվում է Ալիևի բոլոր հրահանգներին։ Այս է պատճառը, որ զուգահեռներ է դնում ազերիներին եւ արցախահայերի միջև։ Բայց ինքը համոզում է, որ բերել է խաղաղություն, ինքը հայտարարում է, որ տարածաշրջանում խաղաղությունը ինքն է այլևս հաստատել։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը, ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ, երբ մեր հայրենակիցները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում, առաջիկայում արդեն նաեւ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հրապարակվի որոշումը, խնդրեմ։ Այո, ուրեմն Փաշինյանի շարունակական խաղաղության մասին խոսքերը այնքան անհեթեթ են եւ այնքան անհիմն, որ այս մարդը նույնիսկ չի սպասում
որ Ալիևը այդ խաղաղության դաշնակիրը ստորագրի։ Թե ստորագրելն էլ ոչ մի իմաստ չունի, բայց առնվազն որպես շղարշ օգտագործի, որ տեսեք Ալիևը խաղաղություն ստորագրել է, ուրեմն ես խաղաղություն բերել եմ։ Ստորագրված դաշնակիր չկա, խաղաղություն չկա։ Լրիվ գեղձիկ է, սուտ է եւ փորձում է ժողովրդին աշխարհին փոշի ցանել, որովհետեւ ժողովուրդը իրեն կվեդա հաջորդ տարվա հունիսի ընտրություններին։ Մենք սրան զուգահեռ տեսնում ենք հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը շրջիկ խահանաներով, հոգևորականներով իրենք ամեն շաբաթ գնում են, ինչպես սրբազաններն էին կալանավայրից իրենց նամակում նշել, սատանայական ինչ-որ արարողակարգեր իրականացնում։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը։ Ինչ որ դեղի ունենում է եկեղեցու վերաբերյալ չափազանց ամոթալի մի երևույթ է, չափազանց, որ խայդարագում է մեր հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհի առաջ։ Անընդհատ մենք հարյուրավոր տարիներ վեր անընդհատ գրտում ենք, որ մենք քրիստոնյա առաջին ժողովուրդն ենք, բայց ահավասիկ ունենք մի վարչապետ, որ եկեղեցոթեմ արշավ է սկսել եւ քիշեր ու ցորեկ թողած իր կորձը, որտեղ իր բաշտոնը վարչապետ ովևէ այդտեղ բարդավորություն չկա եկեղեցիով սպառվելու։ Ինքը բարդավոր է բեդության հարցերով սպառվելու, ոչ միայն բեդության կորձերը ինքը չի կարող գլուխանել, հիմա սկսել է ահագին ժամանակ տրամադրել եւ անընդհատ Facebook-ի վրա գրում է նույնիսկ մի քանի ամիս առաջ ասաց հանձնաժողով եմ կազմելու, որ կաթողիկոսը վար առնենք, հետո անցաշաբաթ սկսավ գրել թե ոնց ինչ փոփոխություններ ինքը պահանջում է որ եկեղեցին անի, ինքը ոչ միայն սահմանությունը խախտում է, որ մտնում են մի հարցի մեջ, որ ոչ մի գաբ ունի իր հետ եւ օրենքի խախտում է, նաեւ ինքը ինքն իրեն նշանակել է որպես եկեղեցու բարենորոգության ղեկավար։ Մի բան, որ ոչ մեկ իրեն այդպիսի բաշտոն չի տվել, ոչ էլ ընդրողներ իրեն, քվեդվողներ իրեն այդպիսի բաշտոն տվել են, ինքը ոչ մի գաբ ունի եկեղեցի հետ։ Ամենը շատը կարող է ինքը ասել, որ որպես հայ անհատ ուզում եմ իմ գարձիկը հայտնել, բայց էսի գարձիկի հարց չէ, եթե գարձիկ հայտները ես այդքան էլ չէի նահանր, բայց գարձիկ չի հայտնում, ամիսները վեր սկսած է քաղաքական արշավ, եկեղեցական արշավ, գարկալուց քահանաներ, բադարակներ, սպառնալիքներ, ամենը տեսակ լկտի խոսքեր վեապարի վերաբերյալ, շատ հերու գնացել է, բոլոր գարմիր գծերը հատել է, գարձիկ հայտնել է, բախտարած է, եթե բարձրապես գարձիկ հայտներ։ Ուրեմն ինքը նշանակել է, որպես ընդանուր պատասխանատու ոչ թե պետության, այլ եկեղեցու։ Այսինքն եպիսկոպոսական խորհուրդ եւ այլն այդ բոլոր եկեղեցական խորհուրդները որ կան, ինքը բոլորը անդեսում է եւ ինքը նշանակել է ինքզին որպես փոխարինող այդ բոլորին, եթե որ շաբաթ գրել է մի ճաշակից հոդված, ասելով որ շուտով կտեսնենք որ վարշավետը ինքներն հրճակել է որպես ամենահայոց կաթողիկոս։ Այսինքն այդտեղ ասում ենք կաթողիկոսի թերակատարություն անում է եւ որ ինքը ոչ մի կապ ունի Հայաստանից եկեղեցու հետ, նույնիսկ ինքը եւ Աննան եկեղեցու մեջ չեն ամուսնացած, ինքը ոչ մի իրավունք չունի այդ այսպիսի հարցերով զբաղվելու եւ մենք ամոթով ենք ելնում աշխարհի առաջ վերջերս տեսանք որ որոշ թերթեր Ամերիկայում, Եվրոպայում սկսան քննադատական հոդվածներ գրել որ
նույնիսկ քննադատում են ամերիկյան կառավարության, եվրոպական կառավարություններուն, որ դուք շփացնում եք այս մարդուն, թողնում եք, որ ինքը ինչ որ ուզի անի, խախտում է օրենքները, բացատրությունները եւ պետք է իրեն զսպեք իր վզից մի քիչ քաշեք, որովհետեւ չշարունակի այսպես, որտեղ ինքը խախտում է մարդկային իրավունքները, եպիսկոպոսները բանդարգում է, կաթողիկոսին հալածում է, օպոզիցիային հալածում է, բանդարգում է, այսինքն սակայն իզարմանս մեր բոլորին անընդհատ խոսում է դեմոկրատիայի մասին, մի բան որ գոյություն չունի Հայաստանի մեջ, ճիշտ հակառակը ոչ թե դեմոկրատիա կա, այլ դիկտատորություն կա եւ ինքը շարունակում է այսպես, բայց ես ոչ միայն իրեն եմ մեղադրում, այլ մեղադրում եմ արևմտյան երկրներին, որ իբր թե մարդկային իրավանց պաշտպաններ են, դեմոկրատիայի թիվ մեկ պաշտպաններ են եւ տեսնում ենք որ իրենք երբ որ տեսնում են որ Փաշինյանը անում է ինչ որ իրեն շահին գալիս է եւ ոչ թե Հայաստանի շահին, բայց այլ բյուրությունների շահին, իրենք Պերանը փակել լսել են, բան չեն ասում, իրենք շատ գոհ են, ինչպես որ շատ գոհ է Ալիևը եւ Էրդողանը, տեսնելով որ Փաշինյանը անում է ամեն ինչ, որ իրենք ուզում են որ անի, եւ իրենց մղձավանջը այն է որ Փաշինյանը պաշտոնից իջնի, որտեղ իրենք իմանում են որ եթե Փաշինյան չլինի, այդ բոլոր զիջումները որ Փաշինյանը արել է, պիտի իթերև ելնեն եւ նոր հայրենասեր կարող մի ղեկավար կա եւ պիտի լրիվ փոխե պետության ուղղությունը դեպի ասկային եւ հայրենասիրություն։ Պարոն Սասունյան, ես կուզեմ այս իրողությանը անդրադառնալ։ Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի վարչակազմի հայտարարում է, որ խնդիրներ են ունենալու բոլոր այն ժողովուրդները, այն իշխանությունները, որոնք կհալածեն քրիստոնյաներին։ Մենք այսօր տեսնում ենք, որ հայ առաքելական եկեղեցին առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովուրդը հալածվում է, բայց մենք տեսնում ենք նաև Թրամփի երկերեսանիությունը մեկ այլ թեմայով այսպիսի հայտարարություն է անում, դրան հաջորդում է 4 սրբազաններ կալինքի տակ են եւ դրան հաջորդում է Թրամփը զանգում է մեկ այլ թեմայով, մեկ այլ առիթով շնորհավորելու Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ սրան անդրադառնաք, հետո մեկ այլ հարց էլ կտամ սրանից անցանցյալ։ Միանացեմ որ Թրամփը չի զանգել, այլ մի նամակ ուղարկել է Փաշինյանին եւ Ալիևին, այդ նամակն էլ շատ արդարոց մի առիթ է նամակի համար, որտեղ ինչպես Սպիտակ տան մեջ օգոստոս 8-ին Փաշինյանը եւ Ալիևը համաձայնել են, որ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջարկելու են, մի բան որ Թրամփը շատ ուզում է որ այդպես լինի, ուրեմն հիմա Ալիևը եւ Փաշինյանը մնացել են հաջորդ քայլին եւ իսկապես Նոբելյան հանձնաժողովին միասնապար երկուսով նամակ գրել են առաջարկելով Թրամփին որպես խաղաղության մրցանակիր այդ առիթը որ նամակը գրել է ինչ որ անհետեցություն է դեսնում ենք Թրամփը շատ հերոյ է խաղաղության ճակատով լինելուց որտեղ դեսնում ենք ինչեր է անում Վենեսուելա ամերիկյան նավադորմին գրեթե 40%-ը Վենեսուելայի ծովափում կանգնել է շաբաթների ի վեր եւ մոտ 30,000 զինվոր գարձեմ ամերիկյան նավերի վրա եւ անընդհատ սպառնում է որ ներխուժելու է եւ այս մարդը ուզում է ինքս ներկայացնել որպես խաղաղասեր ինչ որ ճիշտ հակառակն է ներողություն այդ նամակի հարցով շեղվեցի դերասանից։ Ու երկերեսանիությունը, հա, երբ խոսում են որ քրիստոնյաներին հալածողները ըստ էության իրենց կողմից ընդունելի չեն, բայց մենք տեսնում ենք Թրամփի այս հայտարարությանը հաջորդում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում 4 սրբազաններ կալանքի տակ են։ Ուրեմն ես բազմիցս ասել եմ որ երբ որ եվրոպական եւ պետություններ եւ ամերիկան անդադ խոսում են մարդկային իրավանց մասին արդարության մասին, փոքրամասնների պաշտպանության մասին, քրիստոնյաների պաշտպանության մասին, այս բոլոր խոսքերը, փուչ խոսքեր են, այդ խոսքերը ասողները իրենք չեն հավատում իրենց ասածին։ Իրենք այդ խոսքերը ասում են մի շատ հստակ պատճառով։
երբ որ տեսնում են որևէ պետություն, որ իրենց ճշնամություն է անում, ուրեմն իրենք օգտագործում այդ բոլոր արտարություն, մարդկային իրավունք եւ այլ սկզբունքները, որովհետեւ այդ ճշնամի երկրի ղեկավարի գլխին խփեն եւ վար առնեն։ Բայց եթե նման խախտումներ կամ ավելի վատ խախտումներ անում է մի երկիր, որ իրենց տաշնագիցն է, իրենք հարց չունեն, իրենք երբեք ոչ մի հարց չեն բարձրացնում, շատ գոհ են, ուրախ են, նախքան Հայաստանին գալը տեսնում ենք տասնամյակների ի վեր Թուրքիան, որ խախտում է ամեն տեսակի մարդկային իրավունքներ, արդարություն, հազարավոր բանտարկյալներ, ժուրնալիստներ բանտարկված են, եւ Ամերիկան մեկ բառ չի ասել, այս կանդարի է։ Եթե իսկապես հավատային իրենց փուչխոսքերին, ամենի առաջին բան օրգանային դատավարդային Էրդողանին, որ խախտում է բոլոր մարդկային իրավունքները, բայց չեն անում, ուրեմն գալով Փաշինյանին, տեսնում են, որ Փաշինյանը ինչ որ իրենք ուզում են, Փաշինյանը անում է, եւ իրենք շատ գոհ են Փաշինյանով, եւ իրենք ամեն ինչ անելու են, տեսանք, բարձր 2 օր առաջ էր Եվրոպական միությունը խոստացել է, որ պիտի օգտակար լինի ընդրաբայքարի Այո, ակտիվ մասնակցություն են ունենալու գալիք ընտրություններին։ Սա ինչի դրսևորում է, սա ինչ միջամտություն է։ Էդի բարձրապես որտեղ իրենք ուզում են, որ դες չլինի, որ Փաշինյանը ծախողի իր ընտրությունների մեջ եւ վերընտրվի։ Էդ է իրենց փորձավը, որ Փաշինյանը չգործնեն, որտեղ Փաշինյանը իրենց համար մեծ կարևոր մի զենք է, որ օգտագործում են իրենց շահերը պաշտպանելու համար եւ Փաշինյանն շատ ուրախ է, որ արևմուտքից մասի դրական խոսքեր են ասում, փոքր երեխային նման շփանում է եւ գոհ է, որ իրեն պաշտպանում են եւ որևէ բան չի անում այդ արևմտյան օդար բերությունների թեմ, որտեղ եթե որևէ մի բան անե այդ բերությունների թեմ, այդ նեցուղը իրեն հանդեպ կգանքնի եւ իր աթորը գխարխլի եւ դուրս կգա իր պաշտոնից։ Այդ է իր վախը, այդ է բաժարը, որ ամեն ինչ անում է, եվրոպացիները լրում են, որտեղ տեսնում որ այս մարդը իրենց շատ հարմար մի մարդ է, հլուհնազանդ, բոլոր հրանքների ենթարկվում է, թե Արևմուտքին, թե Ադրբեջանին, թե Թուրքիո եւ ամեն մարդուն գոհացնում է, բացի մի բանից, որ իր իսկական պաշտոնն է, այդ էլ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելն է, եւ որ Հայաստանի Հանրապետության շահերին կա, այդ ինքը հակառակն է անում։ Բայց երբ որ օդար երկրների շահերը կան, ամեն ինչ անում է, որ այդ օդար երկրների շահերը պաշտպանվեն։ Այս մասով մեր Սփյուռքը ինչ ունի անելու, պարոն Սասունյան, ինչ է պատրաստվում անել, արդյոք տեղին չէ դիմել դեմոկրատներին ցույց տալու համար, որ Թրամփը իր խոսքի տերը չէ, կամ հենց դիմել Թրամփին, որպեսզի որևէ քայլեր ձեռնարկի, մենք տեսանք վերջերս Բելարուսի օրինակով, խնդրեմ։ Այո, այսինքն էսի Սփյուռքահայի, Հայաստանահայի հարց չէ։ Բոլոր հայերը աշխարհով մեկ 10 միլիոն հայ պետք է նույն նպատակի համար աշխատեն, ամեն ինչ անեն, որքան էլ փոքր լինի այդ աշխատանքը պետք է անեն, որովհետեւ բացահայտվի այս հագահայ արշավը Փաշինյանի կողմից եւ Ամերիկայի օրինակի համար կոնգրեսի մեջ հայտարարության հաստատումը աշխատում է, որովհետեւ որոշ օրենքներ անցնեն եւ պաշտպանեն հայերի իրավունքը Ադրբեջանի թեմ որոշ պատժամիջոցներ, ամեն ինչ փորձում են անել, բայց էդի հաջողությամբ անելու համար պետք ունես մեծամասնության քվեն կոնգրեսի, մենք ունենք բազմաթիվ հայանպաստ կոնգրեսմեններ, բայց մեծամասնությունը չունենք, այդ է խնդրումը եւ իշխանությունը, որ Թրամփի կառավարությունն է, ինքը շատ գոհ լինելով թե Փաշինյանից թե Ալիևից, այդ է վաճառը, որ սպիրակտուն հրավիրեց երկուսին, Թրամփը թունդ հագարակ է, որ կոնգրեսը որևէ տեսակի պատժամիջոց կիրառի Ադրբեջանի թեմ, Ալիևի թեմ։
Բայց այս մասով գոնե մեր սփյուռքը չպետք է որևէ ձև ճնշի, չգիտեմ, ակցիաներ կլինեն, ինչ կլինեն, որտեղ մենք նաև տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների թեմի առաջնորդն էլ, հա, բավականին ներգրավված է այս հակաեկեղեցական գործողություններին։ Այո, այսինքն ամերիկայերը եւ իրենց ներկայացնող Վաշինգտոնի գազམ་ագետները հայտարարած հաստախու բորնագի համար ամեն ինչ անում են եւ ինչ վերաբերում է ամերիկահայության ժողովրդին մենք էլ թիգուն կանգնելու նամակներ գրում ենք մեր կոնգրեսմեններին որովհետեւ այո ասեն այդ բոլոր արժաններին այսինքն ամեն ինչ մենք անում ենք բայց խնդրեմը է որ երբ որ դու ունես մի պետություն որ քո թեմ է աշխատում Հայաստանի պետությունը իշխանությունը ոչ թե պետությունը իշխանությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության թեմ դա շատ մեծ դժվարություն է հարուցում մեր աշխատանքին Բայց որևէ ձև ինչ-որ գործիքակազմ չպետք է կիրառի հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում ճնշելու բարձրաձայնել նորից մեր ռազմագերիների հարցը։ Հիշում եք, որ խոսում էին ցուցակ է տրվել Թրամփին մեր ռազմագերիների անուններով, չգիտեմ, այս Հայաստանում տիրող բռնաճնշումները, բանտերը ուղղակի լցված են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանցով։ այո մենք ունենք երկու տեսակի բանդարգալներ ես կասեի քաղաքական բանդարգալներ թե Բաքվում նստած բանդերում թե էլ Հայաստանի բանդերում ինչ որ շատ ցավալի է որ Ալիևը եւ Փաշինյանը իրենց խոսքերը մեկ արել են եւ նույն ուղղությամբ աշխատում են հագարակ հայության շահերին եւ ունենք 2 միլիարդեր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանդում եւ Սամվել Ղարաբեդյանը Երևանի բանդում Edel բացարիք եւ անհավատալի մի երևույթ է այս երկուքն ալ բարերարներ են եւ ահագին մեծ աշխատանքներ դարել են Հայաստանի ժողովրդի նվազ եւ երկուսն էլ բանդում են անհավատալի ինչ որ տեսնում ենք ամեն օր տեսնում ենք որ մի նոր խնդրեմ գալիս է մեր գլխին եւ Փաշինյանը ինչ որ մինչեւ արել է բավարար չի նկատում շարունակում է իր գործանարար աշխատանքը եւ նոր գաղափարներ հանում է եկեսոտեն բայկարի օպոզիցիայի դեմ բայկարի բոլորի դեմ միակ գոմի չի բայկարում այլ մեր իսկական ճշնամիներն են Ադրբեջանը եւ Թուրքիան Ինչ ունեք ասելու այն այսպես կոչված եպիսկոպոսներին, ովքեր դրժել են ըստ էության իրենց ուխտը եւ անցել են հակաեկեղեցական արշավի կողմը, այնտեղ կլինի Կճոյան, կլինի Վազգեն Միրզախանյան, Բալթյան երկրների հոգեվոր առաջնորդը Գևորգ Սրբազան, Սիոն Սրբազան, այս անձերը Անուշավան Սրբազան, իրենց ինչ ունեք ասելու։ Ես խստորեն դադարում եմ, որտեղ ինչ որ արել են եկեղեցական օրենքների խախտում է եւ այս մարտիկը դարիներով իրենք ծրի ուսում ստացել են մեծ պաշտոններ ստանձնել են վայելում են парք եւ բադիվ որպես առաջնորդներ arczepiskopոսներ իսկ հիմա Փաշինյանի ինչ որ դեգուս չեմ մանում կարող է ինչ որ սպառնալիքներ արել են ԱԶ-ն իրենց թեմ կամ ինչ որ Կաշառքները տվել են այս մարտիկը իրենց 20-30 դարվա վարգը վասակը խախտում են ինձ համար օրինակ համար անասնացնեմ մի հարց երբ որ մի հայտարարություն արեցին Փաշինյանի հետ հանդիպել է յետքը այդ հայտարարության մեջ տեսնում եմ որ մեյլ տեսնեմ որ գրվել է որ Կարիքին վեապարը ընդրվել է խախտումներով բայց Կարիքին վեապարը ընդրվել է չեմ գիտեր գրեթե 30 տարի առաջ եպիսկոպոսները 30 տարի եպիսկոպոս էին եւ այս 30 տարում մեկ բառ չեն ասել այդ մասին ոնց կարելի է 30 տարի հետո խոսել ընդրությունների մասին որ բադայել է տասնամյակներ առաջ շատ հստակ է որ այս բոլորը անձնական քաղաքական հաշիվներով
Փաշինյանին հաջելի թվալու միջոցներ են եւ ոչ մի գաբ ունեն կրոնական հարցերի հետ, որտեղ կրոնական հարցերը եկեղեցին ունի հատուկ կանոնակարգ, հավաքվում են, որոշում են, խոսում են, ինչ որ պետք է անեն մեծամասնություն ցայնով որոշում են, անում են, բայց էսի իրենք լրիվ եկեղեցից դուրս են, իմ կարծիքով վեապարը իմ կարծիքով արդեն ուշ է, բայց իմ կարծիքով վաղ արդու նույնիսկ պետք է գարկալուզ անի այդ բոլոր եպիսկոպոսներին, arczepiskopոսներին, որ գնացել են Փաշինյանի մոտ եւ նաեւ մի քանի հավելյալ, որ այդ մի հայտարարություն ստուգրեցին վեապարի թեմ պետք է ամիջապես այս մարտոց այս գերականներ որ այլևս գերական չեն իմ կարծիքով գարկալուց պետք է լինեն որտեղ են խախտել են բոլոր տեսակ մեր եկեղեցու սրբությունները Եվ օրինակ կա կարծում եմ տեսել եք Ռուբեն Բաբայան անունով անձը, որը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ պետք է Իրանից կիրառել պատժամիջոցները, օրինակ ուղղակի ամոթել է այս սա բարձրացանը, բայց ինչ է ասում Միքայել Սրբազանին ճիպոտահարել։ Ինչ ունեք ասում այս մասով։ Այո, դե դեսա, էսի այդ ինչ որ մի քանի անգամ ասացի այսօր, որ շատ ամոթալի է եւ մենք իրապես ամաչում ենք աշխարհի առաջ այսինքն ոչ միայն ինչ որ լինում է Հայաստանում ամոթալի է բայց հիմա ես նոր հիշեցի շատ ավելի ամոթալի մի բան եւ որ վարշավետը Գերմանիա գնաց Բերլին գնաց եւ Գերմանիո արտաքին հարաբերություններու հանձնաժողովի առաջ ելույթ ունեցավ մեալ դեսնեմ վարշավետը սկսավ խոսելու Հայաստանից եկեղեցու թեմ ասելով որ բարձր գերականները ջող կյանք ունեն մյուս գերականները աղքատ են այսպես մի չեմ դեր քանի ռոբե խոսեց այսպես մի նախադասություն չէր երկար խոսեց այդ մասին ինչ է արդյունքը ինչ որ մենք ունենք Հայաստանի մեջ ներքին վեճ որ արդեն վատ է արդեն ամոթալի է հիմա Շնորհիվ Փաշինյանին այդ ներքին ամոթալի վեճը ինքը դարածում է աշխարհով մեկ որ ավելի ամաչենք օդարներից որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ Իսկ այդ Ռուբեն Բաբայանի ասածը ճիպոտահարել Միքայել Սրբազանին սա ինչի դրսևորում է բացի ամոթալի լինելուց սա ինչ հայտարարություն այսինքն հիմա պատկերացնեք որևէ անդիմադիր հայացքներ ունեցող անձնավորություն եթե նման հայտարարություն աներ նույն հանրային հեռուստաընկերության եթերում ինչպես ասում են տնով տեղով բանտել էին այդ մարդուն Այո բայց շատ գներեք բայց Բաբայանը ինքը հետևում է իր շեֆին Փաշինյանին Ես էլ չեմ ուզում գտնել Փաշինյանի լկտի բարաբաշարը, կարծեմ մոտ 2 ամիս առաջ էր, երբ որ Facebook-ով ինքը իր Facebook-ի էջում գրեց, ոչ թե այսպես մի մարդու ասել է, այլ գրավոր է Facebook-ի վրա է, եւ համանապար դակավի միջի մագա այդ գրությունը, ասեց որ վեապարը թողքա իմ մոտ, ես իրեն ցույց կտամ իմ սերական բնույթի արարգան մի բան որ այսին անհավատալի է որ մի երկրի վարչապետ այսպեսի խոսք արտահայտություն է ունենում գրավոր 100,000 երեխաների գիների բարեսների արչև ուղված ամենն հայոց կաթողիկոսին այսինքն Որևէ մեկից չեն կարող երևակայել, որ 1991-ի անկախության օրերից սկսել, որ մի օր կա, որ այսօր է դուրը, որ անկախ Հայաստանի վարչապետը այսպեսի լկտի ծովով վարվի մեր եկեղեցու թեմ։ Մի եկեղեցի, որ 1700 տարի ավելի գոյություն ունի եւ հարյուրավոր տարիներ երբ որ մենք պետություն չենք ունեցած, եկեղեցին եղած է պետության նման մի բան, որ ժողովրդին հոգ է դարել, գրտել է թե հոգևոր, եթե ուսումնական եւ ցավի սիրտ անիշ որ Փաշինյանը անում է
միայն ու միայն կարելի է փախտadel անիչ որ օսմանացիները արել են թուրքերը եւ անիչ որ Ստալինը արել է եւ ուրեմն հիմա Գերեվի Փաշինյանը իր գրասենյակի մեջ ունի մի նոր Ստալին, որ իրեն ուղղություն է տալիս թե ինչ պետք է անի։ Եվ պարոն Սասունյան, տեսեք, ըստ էության, երբ խոսում են, որ պետք է վեհապարը կոչանի, նախ վեհապարը կուսակցական չէ, վեհապարը քաղաքական ֆիգուր չէ, այսպես եթե կարող ենք ասել, եւ վեհապարը ուժեղ է ժողովուրդն է, ժողովուրդը հասարակ հավատալու ժողովուրդը եւ այս մասով ինչ ունի անելու ժողովուրդը, ինչ ունեն անելու ընդդիմադիրները պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը դրան հաջորդելու է, եթե իրենց հաջողվի վերջնականապես իրականացնել դա, դրան հաջորդելու է, երբ որ ադրբեջանցիները խոսում են 300,000 ադրբեջանցիների ճակատավոր վերադարձը իրենց պատմական հողեր, որը ադրբեջանցի բնակիչ չի վերադառնալու, պարզ է, որ ադրբեջանական զորքն է գալու եւ հետո արդեն հետևանքները անդառնալի են լինելու։ Արցախի օրինակը մենք տեսել ենք մեր աչքի առաջ։ Այո, Այսին երկար ժամանակ է իվեր ես ներկուս վախենալով առանց բացահայտելու մտածում եմ որ օրը գալու է որ մենք կորցնելու ենք մեր պետությունը եւ նաեւ շուտով օրը գալու է որ հավանաբար Փաշինյանը հրանքի որ վեհապարին ցերպակալեն եւ բանդարգեն ես չեմ ուզում մեղադրեմ մեր ժողովրդին բայց ժողովուրդն իր մեղքի բաժինը ունի անտատ մենք խոսում ենք Փաշինյանի մասին, բայց ժողովուրդը երբ որ լուր է եւ ուդել խմելով, կեֆ անելով շարունակում է իր կյանքը եւ տեսնելով որ Փաշինյանը երկիրը գործանում է, որևէ հայրենասեր հայ չի կարող անդեսել այդ վնասները որ Փաշինյան տալիս է հայ ժողովրդին։ Երկար ժամանակ առաջ ոչ միայն հիմա մի քանի տարի առաջ մեր ժողովուրդը պետք է արթնանար եւ փոքր փողոցկար 100,000-ներով եւ տուն չգնային մինչեւ որ Փաշինյանը Պաշտոնից հեռանա բայց դա չեն անում եւ Փաշինյանը նույնիսկ այդ մասին ինքը խոսում է շահագործում է այդ երևույթը մի ամիս առաջ էր գարզեմ ասկային ժողովի մեջ ասեց որ տեսեք ժողովուրդը ոչ մի դժգոհություն չի հայտնում իմ արազների մասին, ուրեմն ժողովուրդը կող է իմ արազներից։ Այսինքն մենք որ փողոքում ենք, մենք է որ սխալ ենք, ինքն է որ ճիշտ է, որտեղ ժողովուրդը չի փողոքում իր ասածների դեմ, արազների դեմ։ Շատ ցավալի է, բայց ես անընդհատ գոչ եմ ողում մեր ժողովրդին, որ դերշապես արթնանան, որտեղ արդեն հասնում ենք պետության ավարտին եւ եթե այսպես շարունակվի, շուտով մի օր մի Երևանի մի դանդիգին դանտուրը բանալու է եւ տեսնել է որ մի ազերի զինվոր կանգնել է այդտեղ եւ գինը ապշում է որ ոնց պատահում է որ ազերի զինվորը իր դանտրն առաջ է եւ դերևս այդ ռոբին մի քիչ արթնանա բայց արդեն երբ արթնանա այդ ռոբին շատ ուշ է որովհետեւ արդեն թշնամին եկել է հասել է Երևան եւ Ալիևն էլ ասում է մենք Երևան Հայաստան մտնելու ենք, Երևան գալու ենք, ոչ թե մեր փանագով, այլ բարձ ավտոները նստելով մտնելու ենք Հայաստան։ Ինքն էլ իմանում է, որ Փաշինյանը այնքան թույլ վախկոտ մի մարդ է, որ ոչ մի հագաստեղություն չի անելու Հայաստանի թշնամիների հանդեպ, մի բան, որ իր բարդականությունն է, ոչ թե կաթողիկոսով զբաղվելը, այլ բարդականությունն է Հայաստանի սահմանների պաշտպանությունը, որ արդեն 2021-ից ի վեր չի անում, քանի որ ազերի բանակը նստել է Հայաստան սահմաններից ներս, Արցախից հետո, եւ որ հարցնում են Փաշինյանը ինչ պիտի անես, ասում է ոչինչ։ Ոչ մի բան չեմ անում։ Այսինքն էսի չափ ու սահման չի մնացել, այլևս չենք գտնում բարաբաշար, որ նկարագրենք Փաշինյանի այդ վատ արարքները որ անում է Հայաստանի Հանրապետության թեմ։ Շնորհակալություն, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենասիրով, բարի օր։